Գիտության ճանապարհը սկսվում է այնտեղ, որտեղ բացվում է գրադարանի դուռը։ Հայաստանի գիտական ու մշակութային կյանքում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը հենց այն մշակութային եւ գիտական կառույցն է, ուր գիտելիքը չի հանգչում, իսկ ժամանակը դառնում է գիտություն։ Հանրապետության ամենամեծ գիտական պահոցն այսօր դառնում է 90 տարեկան։ Գրադարանը հիմնադրվել է հեռավոր 1935 թվականին որպես Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղ, այլ կերպ Արմ-Ֆանի կենտրոնական գրադարան։ Ընդամենը մի քանի տարի անց այն դառնում է գիտական նվաճումների պահպանման հուսալի կենտրոն, ուր հավաքվում էին Հայաստանի եւ Խորհրդային Միության գիտական մտքի ստեղծած արժեքները։ 1943 թվականին Հովսեփ Օրբելու նախագահությամբ հիմնադրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիան, որը նշանակալի իրադարձություն էր հայ իրականության մեջ։ Ակադեմիայի հիմնադրմամբ գրադարանը ձեռք է բերում առանձին ակադեմիական հաստատության կարգավիճակ, դառնալով Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահության անմիջական ենթակայության ներքո գործող գիտական, տեղեկատվական, մատենագիտական կենտրոն։ 1944 թվականին ձևավորվում է գրադարանի առաջին խորհուրդը անվանի գիտնականների եւ նվիրյալ մասնագետների մասնակցությամբ։ Խորհուրդը նախագահում է ժամանակի գիտական մտքի հանճարներից մեկը Վիկտոր Համբարձումյանը։ 1944 թվականի նոյեմբերի 10-ին ընդունվում է պատմական որոշում վերակազմավորել եւ վերանվանել գրադարանը, այն կոչելով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարան։ Խորհրդային Միության նախարարների խորհրդի 1944 թվականի որոշմամբ ֆունդամենտալ գրադարանն ընդգրկվում է Նյութենական գիտական գրադարանների երկրորդ կարգի մեջ, իսկ 1957 թվականին դասվում է երրորդ կարգի գիտական հիմնարկությունների շարքը, այդ ժամանակվանից կոչվելով ֆունդամենտալ գիտական գրադարան։ Գրադարանն իր գործունեությունը սկսել է Աբովյան 15 հասցեում գտնվող շենքում, ավելի ուշ, երբ հիմնադրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիան եւ շահագործման է հանձնվում Ակադեմիայի Բաղրամյան 24 հասցեում գտնվող շենքը, գրադարանը տեղափոխվում է այնտեղ եւ շարունակում գործել մինչեւ 1980 թվական, որից հետո հաստատվում է հատուկ գրադարանի համար կառուցված շենքում Բաղրամյան 24 կոտորակ 6 հասցեում, ուր գործունեություն է ծավալում առ այսօր։ 2002 թվականի սեպտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գրադարանը վերակազմավորվում է որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնարար գիտական գրադարան անվամբ։ 1935 թվականից սկսած գրադարանը գործունեություն է ծավալել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահներ, հայտնի գիտնականներ Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի, Ֆադեյ Սարգսյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Աշոտ Զահյանի անմիջական ենթակայության ներքո, ովքեր ակադեմիայի գիտական ռազմավարական նախագծերի մեջ միշտ առանձնահատուկ տեղ են հատկացրել գրադարանին որպես գիտությունը սպասարկող եւ հանրայնացնող կենտրոն։ Տարբեր տարիներին գրադարանը ղեկավարել են ոչ պակաս հայտնի գիտնականներ Վաչե Գարմենյանը, Գուրգեն Հովնանը, ակադեմիկոսներ Արարատ Ղարիբյանը, Վաչեն Ալբանդյանը, Անրի Ներսիսյանը, Տիգրան Զարգարյանը, Կարապետ Մինասյանն ու Նունե Շահումյանը։ Ներկայում գրադարանը ղեկավարում է բանասիրական գիտությունների տեխնացու Մայա Գրիգորյանը։ Բոլոր ժամանակներում գրադարանը գիտակրթական տարբեր գործառույթներ իրականացնող կառույց է եղել եւ շարունակում է մնալ այդպիսին նաեւ այսօր։ Շարունակվում են անցյալից ժառանգություն ստացած գրադարանագիտության, մատենագիտության, տեղեկատվական գիտության եւ գրքի պատմության ոլորտների գիտահետազոտական աշխատանքները, որոնցից զարգանում են տեղեկատվական դարաշրջանին բնորոշ գործառույթները, որոնց շնորհիվ հիմնարար գիտական գրադարանը ոտք է դրել 21-րդ դար
ամբողջովին պատրաստ ընթառաջ գնալու տեղեկատվական հասարակության եւ արհեստական բանականության առաջադրած մարտահրավերների։ Հայաստանյան իրականության մեջ այն հուսալի գործընկեր է գիտահետազոտական տարբեր ծրագրերի մեջ, վստահելի աղբյուր նորարարական ծրագրային մոդուլների մշակող եւ տարածող, նոր սերնդի գրադարանավարի պատրաստող։ Հիմնարար գիտական գրադարանի պատմությունը նվիրումով եւ նորարարությամբ լի ճանապարհ է։ Ինչպես հիմնադրման առաջին օրերին, այնպես էլ այսօր այն գործում է իբարս հայաստանյան գիտության եւ մշակույթի առաջընթացի։ Եվ տասնամյակների խորքից այսօր բարձրաձայնում ենք. հիմնարար գիտական գրադարանը 90 տարեկան է։